Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը եւ արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել եւ կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։ Հետագա միջոցառումների արդյունքում մարտի 3-ին ստացվել է նոր տեղեկություն, որ հանցավոր խմբի անդամները երկու մեքենայով զինված ռադիոկապի միջոցներով դուռ ու լուսամուտ բացելու գործիքներով մեկնել են Սպիտակ համայնքի Արջհովիտ գյուղ բնակարանային գողության ժամը 22:10-ին Սպիտակից Վանաձոր գալու ճանապարհին Բաղրամյան փողոցում իրավապահները կանգնեցրել են Ռենո Մակնիշի մեքենան, իսկ 7 րոպե անց նույն փողոցում կանգնեցվել է Շևրոլեն։ Երկու դեպքում էլ վարորդները չեն ենթարկվել պարեկների կանգառ ազդանշանին, սակայն հետապնդումից եւ մեքենաները կանգնեցնելուց հետո վարորդներն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, ինչը նույնպես կանխվել է։ Կազմակերպիչ եղբայրներն ու եւս 5 հոգի ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում եւ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ, ոսկյա եւ արծաթյա զարդեր ու գումար, որոնք ըստ իրենց գողացել էին Արջհովիտ գյուղի տնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին բացահայտվել է հանցավոր խմբի կատարած բնակարանային գողության 15 դեպք, միջոցառումները շարունակվում են։ Մարտի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում Երևան մոլում հրդեհ է բռնկվել եւ նկատվում է ծուխ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածումը կանխել են Երևան մոլի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը ոստիկանության Շենգավիթի բաժնում պարզվում է, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։ Պայթյուն եւ փլուզում է տեղի ունեցել Երևանի Ջրվեժ թաղամասում, կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ, ժամանել են Երևանի փրկարարական վարչության պետը, տեղակալն ու Նոր-Նորքի թաղապետը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին, ժամը 07:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն փլուզում է տեղի ունեցել եւ կատուժած։ Ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ 1 հոգի ում առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայթյուն փլուզման հետևանքով վնասվել են ավտոտնակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում կայանված Mercedes Մակնիշի եւ դրսում կայանված BMW X5, Jeep, Mercedes, Nissan, 2 Kia Մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիներ։ Պարզվել է, որ պայթյունի վայրը գազաֆիկացված չէ, ըստ նախնական տեղեկությունների պայթյունը հնարավոր է առաջացած լինի ավտոմեքենայի գազաբալոնից կամ կենցաղային հոգսերի համար օգտագործվող գազաբալոնից։ Ըստ տեղեկությունների հիվանդանոց տեղափոխված է Երևանի բնակիչ 47-ամյա Թորոս Տ.Ն. Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցել են քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 23-ին ժամը 15-ին քրեական ոստիկանները համագործակցելով բարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին 1 կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին ձերբակալել են 25-ամյա երիտասարդին եւ իր վարած Opel Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել տղամարդու վարած ավտոմեքենայում եւ բնակարանում։ Հայտնաբերվել է մարիխուանայով լցված 17 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 17 կիլոգրամ էր։ Փետրվարի 26-ին երիտասարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։